Հիմա հետաքրքիր մի նույնպես փաստ, որը կարևոր նշանակություն ունի։ Տեսեք, սա հիմա այստեղ մենք կցուցադրենք, սա Հայաստան-Ադրբեջան այս սահմանն է, այստեղ Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ Ադրբեջանը կառուցել է հատուկ թաքստոցներ կամ սա ներեցեք, սա նորից այս դիրքից, այդ դիրքը, որի հիմա ես ասում եմ, հատուկ թաքստոցներ են կառուցել, դրանցից մեր գյուղերի նկատմամբ վերահսկողության դիրքներ։ Հիմա տեսեք, թե ինչ են նրանք արել։ Նորից էլի, մինչև հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել։ Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներին նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, այստեղ հատուկ դրանք կոչվում են նաև կապանիրներ, այսինքն թաքստոցներ հատուկ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների համար, տանկերի համար, եւ այստեղ նրանք անգամ կարող են, մենք տեսնում ենք, սա նրանց ճանապարհն է, տեսեք, եւ ճանապարհի անմիջական հարևանությամբ այս թաքստոցներն են, ենթադրվում է, որ այս թաքստոցները նաև այս հատվածը մեքենաների համար կարող են օգտագործվել, սրանք տանկերի կամ ականանետերի, ենթադրենք այլ նպատակներով, ընդ որում ակնհայտ է, որ սրանք այս նախապատրաստությունները, որ արել են, կարող են նաև ակնհայտորեն օգտագործել նաև հարձակողական նպատակներով, եւ սրանք մենք նախորդ սլայդից տեսանք, որ սրանք ուղիղ վերահսկողության տակ են պահում մեր գյուղերը։ Նորից էլի մինչև հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել։ Մենք ոչ միայն հիմա մենք առաջարկում ենք դեպի արդեն ջերմուկի ուղղությամբ ցուցադրել, թե ինչ է տեղի ունենում, որովհետև այս առաջխաղացումները նրանց ամրաշինական աշխատանքները, ինժեներական, ոչ միայն Վարդենիսում եւ Գեղարքունիքի մարզում են, նաեւ Վայոց ձորում, մասնավորապես ջերմուկի տարածքում։ Եվ նորից ուզում եմ կրկնել, որ սրանք հատուկ նախատեսված, այստեղ մենք ունենք կցուցադրենք ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, մարտական հերթապահություն կրող կոնկրետ դիրքեր, բարելավել են այն հատվածները, որտեղից իրենք կարող են ականանետեր օգտագործել, նռնականետեր, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Սա արդեն ջերմուկն է նորից արբանյակային լուսանկարներով, եւ մենք տեսնում ենք, որ էլի նորից մինչև օգոստոս սրանք տեղի ունեցած նոր բարելավումներն են եւ վերահսկողության ընդլայնումն է ու ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ։ Հիմա սրանք մի փոքր մանրամասն կցուցադրեմ։ Այն ինչ որ հիմա կլինի, այս 3 հատվածում է, նրանք այստեղ կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր եւ տեսեք խոսքը սրանց մասին է, սրանք հենց այնպիսի հասարակ ինժեներական եւ հատուկ դիրքերի ամրացման աշխատանքներ չեն, սրանք կարված են հատուկ նպատակով ջերմուկի հարևանությամբ անմիջական մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ եւ նորից տեսնում ենք, որ սրանք արդեն մինչեւ օգոստոսի 4-ը Սրանք մենք հստակ արբանյակային լուսանկարներից հստակ երևում են, որ մինչև օգոստոսի 4-ը սրանք արդեն հատուկ կառուցվել են։ Ընդ որում շատ արագ ակնհայտ է երևում հապշտապ այսպես սկզբունքով։ Սրանք նույնպես Հայաստանի տարածքի մեջ մինչև էլի դարձյալ օգոստոսի 4-ը ամրաշինական աշխատանքներ են, որոնք էլի նախատեսված են թե կրակային դիրքերի նմանապես խոշոր տրամաչափի եւ սրանք նաեւ հատուկ մարտական հերթապահություն կրող դիրքեր են, նույնը վերաբերում է սրանք նույնպես Հայաստանի Հանրապետության տարածքն է, ակնհայտ խոշորացված։ Հիմա եւս երկու դիրք ջերմուկի հարևանությամբ, որոնք մի փոքր մետրեր ընդամենը սահմանից այն կողմ են, բայց միևնույն է, սա այս դիրքերը ունեն ռազմավարական մեզ համար անվտանգության լրջագույն սպառնալիքներ ու ռիսկեր, որովհետև սրանք, երբ մանրամասն ավելի ուսումնասիրում ենք, ինչպես են նրանք իրենց դիրքերը հանգույցով կապում, որովհետև տրամաբանությունը տրամաբանորեն արդեն ակնհայտ է դառնում, որ դա հենց այնպիսի լուծում չէ եւ կոնկրետ նպատակներ է հետապնդում նախապատրաստվելու համար, օրինակ ասենք հնարավոր գործողությունների, եթե ինչ որ իրավիճակ թույլ տա եւ այլն։ Եվ այստեղ էլ ընդամենը ունենք եւ սա էլ մյուս դիրքն է ընդամենը մեր սահմանից մի քանի մետր հեռու, որը նորից էլի այդ նույն նշանակության եւ հստակ կրակային դիրքերի համար նախատեսված հատուկ կացարաններով, ճանապարհներով կահավորված, ամրացված